Մովսես օրենացու հայոց պատմության մեջ պահպանվել է քաջության եւ աշխարհակալության շատ ուշագրավ մի բանաձև՝ քաջերի սահմանը իրենց զենքն է։ Վերջին 200-ամյակների ընթացքում հնագիտական պեղումների արդյունքում Առաջավոր Ասիայի մի շարք հնավայրերից հայտնաբերվեցին զենքեր, որոնց ձուլման կաղապարները կամ նրանց նմանակները հայտնաբերվում էին հայկական լեռնաշխարհից եւ երկար ժամանակ բաց էր մնում հարցադրումը, ինչու են հայկական լեռնաշխարհից այդքան հեռու գտնվող հնավայրերում հայտնաբերվում զենքեր, որոնց ձուլման կաղապարները գտնվում են հայկական լեռնաշխարհից։ Կյանքում ամեն մի իրադարձություն ունենում է իր նշանակությունն ու հետագա ճակատագիրը, այդպես էլ ժողովուրդների պատմության մեջ է։ Սակայն միշտ չի, որ ամեն մի իրադարձություն ունենում է իրեն արժանի ճակատագիր եւ գնահատական։ Լինում են շատ դեպքեր, երբ դրանց մասին հիշատակությունները կորչում են անհետ, լինում են դեպքեր, երբ դրանք գրի են առնվում, սակայն հետագայում են հիշատակարանները կործանվում եւ չեն պահպանվում։ Լինում են նաև դեպքեր, երբ նրանց մասին գրված հիշատակարանները հայտնաբերվում են, ընթերցվում են, վերծանվում, սակայն սխալ են մեկնաբանվում։ Դրանցից մեկն է կուտիական աշխարհակալություն անունով հայտնի իրադարձությունների մի շարքը, որը Առաջավոր Ասիայի հնագույն պատմության մեջ զբաղեցնում է մի ամբողջ 100-ամյակ։ Հին Արևելքի պատմության ամեն մի ձեռնարկում կարելի է գտնել աքադական աշխարհակալության եւ նրան կործանող կուտիների մասին տեղեկություններ, ովքեր էին այդ կուտիները եւ ինչի համար նրանք կործանեցին աքադական աշխարհակալությունը։ Քրիստոսից առաջ 24-րդ դարում ստեղծվեց աքադական աշխարհակալությունը, որը զբաղեցնում էր Միջագետքի կենտրոնական շրջանը։ Դա պատմության մեջ առաջին բռնակալությունն էր, որի արդյունքում ստեղծվեց մինչ այդ աննախադեպ մի տերություն, որն ընդգրկեց Միջագետքը եւ որոշ հարակից շրջաններ։ Տերության հիմնադրի Սարգոն Աքադացու մահվանից հետո կրկին աքադական պետությունը հզորացավ նրա թոռան Նարամ-Սուենի օրոք, որը չբավարարվելով իր նախնիների աշխարհի 4 կողմերի արքատիթոսով, իրեն վերագրեց տիեզերքի արքատիթոսը եւ կատարեց նաեւ պատմության մեջ աննախադեպ մի բան, լինելով առաջինը պատմության մեջ, մահկանացու արքան իրեն հռչակեց Աստված։ Իր հեռահար արշավանքների ընթացքում Նարամ-Սուենը եղավ նաև հայկական լեռնաշխարհի մատույցներում։ Մասնավորապես նրանից պահպանված մի քանի արձանագրություններ հիշատակում են դեպի Արմանի թագավորությունը կատարած նրա արշավանքի մասին եւ այդ մասին է վկայում նաև Դիարբեկիրի շրջանից գտնված նրա կոթողը։ Հետաքրքիր է, որ Արմանի երկրի նվաճման մասին իր արձանագրություններում նա գրում է, որ մարդու արարումից ի վեր ոչ ոք չի կարողացել նվաճել Արմանի երկիրը եւ դա հաջողվել է միայն իրեն։ Այնուհետև հետաքրքիր է, որ հայկական լեռնաշխարհի 17 երկրներ, որոնք ըստ երևույթին նահանգներն էին հայկական լեռնաշխարհի, միավորվեցին եւ միացյալ դաշինքով սկսեցին պայքարել Միջագետքյան բռնակալի դեմ։ Եվ 17 երկրների ղեկավարումը ստանձնեց նրանցից մեկը, որը ամենահարավայինն էր։ Հայտնի է Միջագետքյան աղբյուրներում որպես Կուտի կամ Կուտիում կամ Գուտիում նահանգ, երկիր, որը համապատասխանում է մեծ հայքի Կորդուկ, Կորդված աշխարհ նահանգի տարածքի։ Տասնյոթ երկրների միացյալ ուժերի զորքերը չափազանց մեծ հաջողություններ արձանագրեցին եւ այդ մասին վկայում են Միջագետքյան արձանագրությունները։ Միջագետքյան 3 բանակներ, որոնց թվաքանակներն էին 120, 90 եւ 60 հազար, 3 խոշոր պարտություններ կրեցին եւ նույնիսկ հետագա մի արձանագրության համաձայն ոչ մի զինվոր ողջ չվերադարձավ այդ տարածքներից։ Այսինքն կուտիական դաշինքը 17 երկրների հայկական լեռնաշխարհի 17 երկրների դաշինքը, որ հայտնի էր Կուտիների անունով, միակ ուժն էր, որ կարողացավ ընդդիմանալ Միջագետքյան բռնակալին։ Երբ Նարամ-Սուենը փորձեց
գրավել շումերների գլխավոր սրբազան քաղաքը, Նիպուր քաղաքը եւ ոչնչացնելով նրանց գերագույն աստծո տաճարները, այնտեղ հաստատել իր անձի պաշտամունքը, շումերական քրմությունը օգնության խնդրանքով դիմեց հայկական լեռնաշխարհ եւ հայկական լեռնաշխարհի 17 երկրների դաշինքի ուժերը կուտիական զորքերի առաջնորդությամբ շարժվեցին դեպի Միջագետք եւ ինքնակոչ Աստվածը մահկանացու Նարամսոյանը կործանվեց։ Նարամսոյանի տապալումից հետո կուտիական զորքերը իրենց իշխանությունը տարածեցին մինչև Պարսից ծոց։ Կուտիական աշխարհակալությունը, որը տևեց շուրջ 100-ամյակ, իր սահմանների մեջ ընդգրկում էր հարավում մինչև Պարսից ծոց ընկած շրջանը, արևելքում Իրանի հարավ-արևմտյան շրջանները, Էլամ երկրամասը, արևմուտքում հասնում էր մինչև Միջերկրական ծով, իսկ հյուսիսում ընդգրկում էր հայկական լեռնաշխարհը։ Ամենահյուսիսային շրջանը, որ արձանագրություններում վկայված է, դա Երզնկայի շրջանի ոսկու հանքերն էին, այսինքն հյուսիս-արևմտյան Հայաստանը։ Չափազանց ուշագրավ կառավարման համակարգ է գոյություն ունեցել կուտիական աշխարհակալությունը։ 17 երկրների դաշինքի ղեկավարները ստեղծեցին մեկ համադաշնություն եւ նրանցից մեկը որոշակի ժամկետը մեկ ընտրվում էր բոլորի գերիշխան։ Հետաքրքիր է, որ ընտրության ժամկետները կրկնվում են, կան նաեւ կրկնվող անուններ կուտիական տիրակալների ցանկում, այդ տիրակալներից 21-ի անունը պահպանվել է մեծ միջագետքյան սեպագիր արձանագրություններում եւ մենք այսօր ունենք նրանց անունները իրենց իշխանության գահաժամկետներով։ Կառավարման այս ձևը հետագայում հայկական լեռնաշխարհից պետք է հնդեվրոպական ժողովուրդների արտագաղթի հետ պետք է հեռանար եւ մենք գտնում ենք նաեւ Հին Հունաստանում արքունքների կառավարման տեսքով եւ դրա ակունքները մենք տեսնում ենք արդեն արձանագրված Քրիստոսից առաջ 23-22-րդ դարերում հայկական լեռնաշխարհում։ Չափազանց հետաքրքիր է, որ այստեղ մեր լեռնաշխարհից արշաված զորքերը իրենք իրականացրեցին յուրօրինակ ազատագրական առաքելություն եւ պատմության մեջ սա այն հազվադեպ դեպքերից մեկն է, երբ մի ժողովրդի տիրապետության տակ սկսվում է մեկ այլ ժողովրդի վերածնունդ։ Հայտնի է, որ շումերական վերածնունդը սկսեց հենց 22-րդ դարում եւ հատկապես միջագետքյան կառավարիչ Գուդեայի օրոք, որը ըստ սեպագիր աղբյուրների ընտրվել է Միջագետքի ժողովրդի միջից, այսինքն կուտիական հայկական լեռնաշխարհի իշխանությունները ոչ միայն իրենց կառավարման համակարգի հիմքում էին դրել ընտրության սկզբունքը, այլև իրենց տիրապետության տակ գտնվող Միջագետքում եւս կառավարիչի նշանակում էին ընտրությամբ եւ միջագետքյան արձանագրությունների համաձայն Միջագետքի կառավարիչ Գուդեան ընտրվել է 216,000 մարդու կողմից։ Այն ժամանակների համար սա չափազանց մեծ թիվ էր։ Այն, որ հայկական լեռնաշխարհի 17 երկրների դաշինքը որոշակիորեն գնացել էր ազատագրական առաքելությամբ, դա երևում է կուտիական աշխարհակալության պատմության վերջին դրվագից։ Մոտավորապես Քրիստոսից առաջ 2109 թվականին, երբ շումերական Ուրուկ քաղաքում սկսվեց շարժում, որի նպատակն էր վերականգնել շումերական թագավորությունը, հենց առաջին իսկ բախումից հետո հայկական լեռնաշխարհի զորքերը հետ քաշվեցին։ Չնայած նրան, որ նույն ժամանակաշրջանի միջագետքյան արձանագրությունները վկայում են, որ հայկական լեռնաշխարհը շարունակում էր մնալ տարածաշրջանի գերհզոր ուժերից մեկը, եթե ոչ ամենահզորը։ Այսինքն տվյալ դեպքում մեր լեռնաշխարհից գնացած զորքերը, որոնք ունեին առաքելություն Միջագետք ազատագրել աքադական սեմական բռնակալության ներկայացուցիչ Նարամսոյանի տիրապետությունից, նրանք կատարեցին իրենց ազատագրական առաքելությունը եւ իրենք չդարձան բռնակալներ։ Սա համաշխարհային պատմության մեջ այն հազվադեպ դեպքերից մեկն է, երբ ազատագրական առաքելություն կատարողը ձեռք բերելով իշխանություն չի վերածվում բռնակալի։